Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 14-ն է, շատ հարցեր են հավաքվել, ասեմ, որ կարևոր քննարկելու և բավականին հետաքրքիր և կարևոր քննարկում ունենք այսօր, բազմաթիվ հարցերի ենք անդրադառնալու, սակայն կարծում եմ ճիշտ կլինի սկսել կրկին Ախալցխայում Սուրբ Նշան եկեղեցու շուրջ տեղի ունեցածից, քանի որ տեսնում եմ, որ Հայաստանում բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին այդ հարցով, քիչ առաջ նաև տեսա Արտյոմ Երկանյանի Շանթի եթերում հաղորդումը, ասեմ մեկ բան, որ ամենաճշգրիտ եւ հավաստի աղբյուրը մենք ենք, քանի որ Ախալցխայով եմ ես բնակվում եւ ամենօրվա ռեժիմով, ոչ թե ամենօրվա ռեժիմով, այլ նույնիսկ կարելի ասել ամեն ժամյա ռեժիմով տեղյակ եմ, թե ինչ է կատարվում իմ քաղաքում։ Եվ քանի որ հարցերը շատ կային մեկնաբանությունների մեջ, կրկին մի քանի խոսքով ասեմ այն, որ Ախալցխայի Սուրբ Նշան ժողովրդական անունն է եկեղեցու, իրականում Վարդանանց եկեղեցի է։ Եկեղեցու վրան գրած է Վարդանանց եկեղեցի։ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1800 թվականների կեսերին, 5 գմբեթանի եկեղեցի, այն գտնվում է Մարդա թաղամասում, ոչ թե գյուղում, Մարդա թաղամասը Ախալցխայից մի փոքր ավելի բարձր է գտնվում իր դիրքով, քաղաքից անմիջապես, քաղաքի մաս է կրկին, բայց ավելի բարձր է գտնվում եւ այնպիսի մի գեղեցիկ տեղ է այդ եկեղեցին կառուցված, որ կարծես գերիշխում է ամբողջ քաղաքի վրա։ Ուրեմն այն գործել է մինչև սովետական ժամանակաշրջանը եւ սովետական ժամանակաշրջանում եկեղեցին վերածվել է արդեն աղի պահեստի հետագայում 90 թվականներին Վրաստանի այդ ժամանակվա իշխանությունները դարձրել էին եկեղեցին ժողովուրդների բարեկամության ինչ-որ կենտրոն, թանգարան։ Այդ ժամանակ Ախալցխայի հայերը հավաքվեցին շատ շնորհքով, նորմալ ձևով դուրս բերին այդ իրերը, իբր թանգարանային իրերը դուրս բերեցին եկեղեցուց եւ սկսվեց լարվածություն, այդ ժամանակ վրաց եկեղեցու իշխանությունների հայ ժողովրդի տեղաբնակ, բայց բարեբախտաբար այդ ամենը կոնֆլիկտ չառաջացրեց, արագ իրավիճակը կարգավորվեց, այդ թվում նաև Հայաստանից եղավ միջամտություն շատ դրական եւ իրավիճակը չսրվեց։ Ծայրաստիճան, այսինքն չսրվեց։ Դրանից հետո եկեղեցին բաց է բոլորի համար եւ քանի որ բաց է բոլորի համար, ոչ մի պատարակ այնտեղ չի ընթանում, ոչ ոք նույնիսկ մաքրություն չի իրականացնում եւ մարդիկ ուղղակի տանում էին իրենց տներից տարբեր սրբապատկերներ եւ այնտեղ տեղադրում էին շատ են այդ սրբապատկերները, ամբողջ խորանը սրբապատկերների մեջ է, թե հայկական, թե վրացական, բոլորի համար է բաց եւ ահա մի քանի օր առաջ այդ ամենը, այդ սրբապատկերները դուրս էին բերել եւ լցրել էին աղբարկղ, ինչ որ անձիկ կամ ինչ որ մի խումբ մարդիկ։ Ես ինչպես նշեցի, դա տեղի ունեցավ հետաքրքիր ձևով այն ժամանակ, երբ որ Վրաստանում ընտրում էին նոր կաթոլիկոս պատրիարք։ Շատ հետաքրքիր ձևով համընկում տեղի ունեցավ, դրանից բացի մենք տեսնում ենք, որ լարված իրավիճակ է Հայաստանում, դրանից բացի մենք տեսնում ենք, որ անընդհատ միջամտություններ կան նաև Ջավախքի մասով Հայաստանի ընտրությունների հետ կապված, Ռուսաստանը շատ ակտիվ է թե Հայաստանում, թե Վրաստանում փորձում գործել ինչ որ լարվածություններ առաջացնել, դրա համար մենք չենք բացառում, որ այստեղ կարող է լինել ռուսական հետք, փորձեն խնդիր ստեղծել հայ եւ վրաց ժողովրդի միջև, իմիջիայլոց վրաց հասարակությունը եւս շատ գրաքետ եւ զուսպ մոտեցավ կատարվածին, իրենց մեկնաբանությունները սոցիալական ցանցերում նույնիսկ պոզիտիվ էին մեզ համար, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, կատարված վանդալիզմ է, պետք է պատժել, գտնել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր որ դա իրականացրել են։ Իմիջիայլոց այն անձանց մեջ, հայերի մեջ, ովքեր որ սրբապատկերները հետ են վերադարձրել, կային նաև ազգությամբ վրացիներ եւ նորմալ է, այսինքն ընդհանուր առմամբ հասարակության չեմ կարող ասել, որ նույնիսկ իշխանությունների արձագանքը նորմալ է, ոստիկանությունը հետաքննում է, տեսնենք ինչպես կընթանա հետաքննությունը, դա էլ շատ կարեւոր է եւ այս ամենը տարբեր վարկածների առիթ է տալիս, ինչպես ես արդեն նշեցի, հնարավոր է ռուսական հետ կլինի, որպեսզի փորձեն կռվեցնել հայ եւ վրաց ժողովրդին,
հնարավոր է մեր զգոնությունն են փորձում տարբեր ուժեր, չի բացառում, որ նաև վրաց եկեղեցու ներկայացուցիչներ, չի բացառում, որ տարբեր վրացիներ, չի բացառում, որ տարբեր հայեր, այսինքն ամեն ինչ հնարավոր է, բայց նաև չի բացառվում այն, որ ուղղակի ինչ որ մարդիկ են հնարավոր է եղել, որոնք որ համարել են, թե եկեղեցում շատ են սրբապատկերներ եւ դա իրենց պատկերացմամբ արդեն եկեղեցին վերածում է աղբավայրի, հազար ներողություն այդ արտահայտությանս համար հնարավոր է նաև այդպիսի սկզբունքով են առաջնորդվել որոշ մարդիկ, ովքեր որ դա իրականացրել են։ Հիմնականում այսքան է, եկեղեցին մինչև հիմա վիճելի է, վրաց ուղղափառ եկեղեցին պնդում է, թե իբր վրացական հիմքերի վրա եկեղեցին կառուցվել, այնինչ հայկական աղբյուրներում նշվում է, որ չէ, տվյալ եկեղեցու տակ ավելի հին հայկական եկեղեցի է եղել Զարեհնու անվան։ Հիմնականում այսքանը, անցնենք քաղաքական կարևոր իրադարձություններին, բայց նախքան դա անպայման խնդրում եմ, որպեսզի լայքերը դնեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ուրեմն ամենակարևոր տեղեկությունը երեք մենք ստացանք Թուրքիայից։ Այս հարցը շատ կարևոր է քննարկել, քանի որ ես ամեն ինչ տեսնում եմ գլոբալ մեծ քաղաքականության համատեքստում, եւ մենք տեսանք երեք, որ Թուրքիայի արտգործնախարարությունից եղավ հայտարարություն, որ 2022 թվականից ընթացող բանակցությունները արդյունք են տվել վերջապես, եւ հիմա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արդեն ուղիղ առևտուր է հնարավոր, բայց երրորդ երկրների միջոցով, այսինքն Վրաստանի միջոցով, օրինակի համար, եթե բեռնատարները գան հասնեն Վրաստան, այնտեղ նշված է, որ այդ ապրանքները գնում են Հայաստան, եւ Հայաստանից եթե վաղը գնան դեպի Թուրքիա, այդտեղ էլ կգրվի, որ գնում են դեպի Թուրքիա, ոչ թե Վրաստան, հետո այնտեղ վերաձևակերպումներով գնում են Թուրքիա։ Այսինքն, եթե Թուրքիայից հիմա բեռնատարներով իմ պատկերացումն եմ ասում, դա է նշանակում այդ հաղորդագրությունը, բեռնատարներով մուտք գործեն Վրաստան, ապա այնտեղ նշված կլինի, որ նրանք Հայաստան են գալիս։ Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր տեխնիկական եւ բյուրոկրատական խնդիրները լուծված են, սակայն սահմանի մասով, բացման սահմանի մասով դերևս կան ինչպես տեխնիկական, այնպես էլ բյուրոկրատական հարցեր, որոնք որ դերևս չեն լուծվել։ Ընդհանուր լավ հաղորդագրությունը ես երբ որ դրան ծանոթացա եւ ինչ այլոց հայկական կողմի արձագանքն էլ շատ լավ էր։ Դրա համար օրեր առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի զրույցն էր գրանցվել, շշուկով չէ, լսել էին, որ թուրքերը սահմանը բացում են, թե թուրքերը ճանապարհը բացում, ինչ որ նման արտահայտություն էր եղել, լրատվամիջոցները փորձում էին հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հասարակ մասին էր խոսքը, որ Թուրքիան գնում է այդ կարևոր քայլին, բայց դեռևս սահմանը չի բացվում եւ թուրքերը ինչպես նշում են, կան տեխնիկական եւ ոչ միայն տեխնիկական, նաեւ բյուրոկրատական հարցեր։ Մենք սպասում ենք, որ սահմանը շատ շուտ է բացվելու, ես դեռ հետևում էի հայկական կողմի հարցազրույցներին անցյալ տարի, մենք սպասում ենք, որ տարվա սկիզբ արդեն բացվելու է հայ-թուրքական սահմանը, բայց չէ։ Տեսնում ենք, որ կան խնդիրներ, նույնիսկ տեխնիկական դերևս խնդիրներ։ Կարևոր արձագանք տվեց կատարվածին նաև Ռուբեն Ռուբինյանը, նրա խոսքերով Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։ Ռուբինյանի խոսքերով շարունակում ենք աշխատել սահմանի, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ։ Լավ է, որ կան արդյունքներ, բայց շատ դանդաղ է ընթանում։ Պետք է սա եւս նշենք։ Սերդար Քալեչը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, այսինքն Թուրքիայի կողմից բանակցողը Հայաստանի հետ։ Նրա խոսքերով Թուրքիայի եւ Հայաստանի միջև կարգավորման գործընթացը եւս մեկ կարևոր քայլ է կատարել տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։ Իրենք տեսնում են սա խաղաղության եւ կայունության տրամաբանության մեջ։ Սա շատ կարևոր է, որ մենք արձանագրենք իրենց հայտարարությունից եւ նա ասում է, որ հույսով ենք, որ սա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր ձեռնարկներին եւ ժողովուրդներին։ Եվ ամենակարևորը մեր երկու երկրներին, ասում է Սերդար Քալեչը։ Հաստատի հայ բիզնեսմենները, գործարարները եւ հասարակ մարդիկ հիմա կարող են առևտուր սկսել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ, ճիշտ է Վրաստանի միջոցով, բայց
ոչ բաց սահմանով, բայց սա կարևոր քայլ է եւ սրանից հետո արդեն հաջորդ քայլն էլ ես կարծում եմ, որ կլինի։ Հաջորդ կարևոր տեղեկությունը այն է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծված է, դրա մասին տեղեկացրել է Գևորգ Պապոյանը եւ նրա խոսքերով դա նշանակում է այն, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաեւ իրանական հեղուկ գազ։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք Թուրքիայի արտգործ նախարարության այդ հաղորդագրությունը եւ վերցնում ենք հիմա այս հաղորդագրությունը, ապա հեղուկ գազի հարցը սկսվում է լուծել Հայաստանում, Ռուսաստանի սպառնալիքների լծակները ավելի են թուլանում փաստացի եւ դրանից բացի ուղիղ առևտրով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ռուսաստանի սպառնալիքները լարսի մասով նույնպես թուլանում են, չեմ ասում չեզոքանում են, շատ մեծ է կապվածությունը Ռուսաստանի Դաշնության հետ, բայց սա շատ կարևոր եւ հետաքրքիր քայլեր են Թուրքիայի կողմից, Իրանի կողմից նույնպես, բայց կարևոր է այստեղ մեկ բան հարցանագրել, որ հայկական կողմը շատ ակտիվ աշխատանք է տանում թուրքերի եւ իրանցիների, պարսիկների հետ։ Եվ սա հնարավոր է դարձնում Հայաստանին ավելի եւ սա թույլ է տալիս արդեն Հայաստանին համեմատաբար ավելի անկախ քաղաքականություն վարել։ Կարևոր է նաեւ նշել այն, որ տարբեր տելեգրամյան ալիքներում ոչ հայկական քննարկում են Փաշինյանի խոսքը Պուտինին ի պատասխան եւ որ Փաշինյանը ասել է, թե մենք շփոթում ենք միջպետական հարաբերությունները ամուսնության հետ կամ ամուսնալուծության հետ։ Եվ Փաշինյանի խոսքերով միջպետական հարաբերությունները պետք է կառուցվեն միջպետական հարաբերությունների տրամաբանության վրա, եւ ոչ թե ամուսնական կամ ամուսնալուծության տրամաբանության վրա։ Սակայն կարևոր է նշել, որ Ռուսաստանում դեռևս քննարկումները շարունակվում են, դրանք շարունակվում են նաեւ Գոսդումայի մակարդակով քննարկումների ժամանակ անդրադարձել է այդ հարցին Զյուգանովը, կոմունիստների առաջնորդ Զյուգանովն ասել է, որ այս ամենից հետո Փաշինյանին չպետք է ընդունել Մոսկվայում, նույնիսկ եթե ժողովուրդը քվեարկի Հայաստանում Փաշինյանի օգտին, ապա մենք այլևս երբեք Փաշինյանին չպետք է ընդունենք Մոսկվայում այն բանից հետո, երբ որ Զելենսկին այցելեց Երևան։ Դե Ալիևին ընդունեք, մի նկատեք, որ Զելենսկին գնացել էր Բաքու եւ այնտեղ ռազմատեխնիկական պայմանագրեր ստորագրել։ Ալիևն էլ է հայտարարությամբ հանդես եկել, չեմ հիշում մենք սրա մասին խոսել ենք թե չէ, մասամբ կարծես անդրադարձա, բայց կարևոր է կրկին այս հարցին անդրադառնալ, որ Ալիևը իր հայտարարություններում հստակ նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք որ ատելությամբ են լցված ադրբեջանցիների նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, ու եթե նրանք կան իշխանության, ապա հայ ժողովուրդը մեծ խնդիրներ կունենա, ասել է Ալիևը։ Հայ ժողովուրդը կունենա մեծ խնդիրներ, բայց ադրբեջանցի ժողովուրդը նույնպես կունենա մեծ խնդիրներ։ Ադրբեջանը նույնպես կունենա մեծ խնդիրներ եւ հայերը Հայաստանը նույնպես կունենա մեծ խնդիրներ։ Այնպես չէ, որ միայն հայերը կունենան մեծ խնդիրներ, իսկ ադրբեջանցիները չեն ունենա, բայց ընդհանուր առմամբ, որ Ալիևը դա հասկանում է, որ վատ է այդ ուժերի իշխանության գալը եւ շատ լավ տեսնում է, որ այդ ուժերը Ռուսաստանից են ղեկավարվում, դա ընդհանուր առմամբ պոզիտիվ է, բայց լավ կլինի չսպառնա հայ ժողովրդին, քանի որ այդ սպառնալիքը իր երկու հասցեատեր ունի, թե հայերս ենք, թե ադրբեջանցիներս ենք։ Եվ դա հատուկ օպերացիա է ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլ նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի ամբողջ հարավային Կովկասի նկատմամբ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ անդրադառնալ միջազգային կարևոր հարցերին։ Դոնալդ Թրամփի հետաքրքիր հայտարարություններին Իրանի մասով, ինչպես նաեւ Ուկրաինայի։ Դոնալդ Թրամփը նախքան Չինաստան մեկնելը հայտարարել է, որ մենք լիարժեք վերահսկողություն ունենք Իրանի նկատմամբ, կամ մենք գործարք կկնքենք, կամ նրանց կոչնչացնենք, այսինքն նույն բաները պնդել է եւ ասել է, որ մեզ Չինաստանի աջակցությունը պետք չէ, միջամտությունը պետք չէ, եւ դրանից հետո ինքը նոր մեկնել է Չինաստան, բայց կարեւոր է հասկանալ մեկ բան, որ անհնար է, որ Չինաստանում Թրամփը չքննարկի Իրանի հարցը։ Ես ուղղակի բացառում եմ նման բան, անհնար է։ Թրամփը նաև մեկնելուց առաջ ասել է, որ ինքը
կարծում է, որ շուտով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը եւ հնարավոր է ինքն էլ այցելի Ռուսաստան։ Բայց մենք տեսնում ենք Իրանից հետաքրքիր տեղեկություններ այն մասին, որ Իրանը նույնիսկ բանակցություններ չի ուզում շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Շարունակում է պնդել, որ մինչև դուք չկատարեք այս պահանջները, մենք ընդհանրապես ձեզ հետ չենք ուզում որևիցե հարցով բանակցել։ Եվ առաջին հարցը դա ընդհանրապես ռազմական գործողությունների ավարտն է նաև Լիբանանում։ Իրանի նկատմամբ նաև Լիբանանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սանկցիաների պատժամիջոցների չեղարկում, սառեցված ակտիվների ապասառեցում, ինչպես նաև փոխհատուցում պատերազմի համար, որը որ սկսվեց փետրվարի վերջ, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի իրավունքների ճանաչում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ինքն Հորմուզի նեղուցը Իրանը ուզում է վերցնել իրեն։ Եվ ահա այս ֆոնի վրա New York Times-ը տեղեկացնում է մեզ այն մասին, որ Իրանը այնուամենայնիվ կարողացել է պահպանել իր հրթիռների 70%-ը, այդ հրթիռային կայաններից 33-ից 30 արդեն վերականգնել է։ Մի խոսքով Իրանը շատ արագ ձևով վերականգնում է իր հնարավորությունները եւ պատերազմել ամենայն հավանականությամբ բացառված չէ։ Դրանից բացի մենք տեղեկանում ենք այն մասին, որ ամերիկյան F-35A կործանիչը 3 կարևոր թռիչքներ է իրականացրել Հորմուզի նեղուցի վրայով եւ սկսել է վերահսկել իրավիճակը Հորմուզի նեղուցի օդում։ Նաեւ տեղեկանում ենք այն մասին, որ Քուվեյթը գրոհել է իրանական նավի վրա եւ 4 հոգու իրանցիների վերցրել է գերի, սրան շատ կոշտ արձագանքել է Իրանի արտգործնախարարությունը։ Կան նաև տեղեկություններ, որ պատերազմի ժամանակ Իրանի եւ Իսրայելի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Նետանյահուն այց է կատարել արաբական երկրներից մեկը, շատ գաղտնի արաբական երկրներից մեկը, Պարսից ծոցի շատ գաղտնի այց է եղել եւ հիմա Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ նրանք, ովքեր Իսրայելի հետ ինչ որ պայմանավորվածությունների մեջ են գաղտնի, շատ մեծ խնդիրներ կունենան։ Փաստացի սպառնում է այդ երկրներին, ովքեր որ ունեն գաղտնի պայմանավորվածություններ Իսրայելի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասով ասեմ այն, որ պատերազմը նոր թափով է շարունակվում, այն 3 օրը, որ խաղաղ էր, ոչ հրթիռներ էին օգտագործում, ոչ անօդաչու թռչող սարքեր, հիմա երկու կողմն էլ շատ ակտիվ հրթիռներ են սկսել օգտագործել։ Առավոտյան տեղեկանում ենք, որ ռուսները հզոր հարվածներ են հասցրել Կիևին, կան բազմաթիվ տուժածներ, 3 տասնյակից ավել տուժածներ կան նաև զոհված մարդիկ։ Իսկ ռուսները տեղեկացնում են, որ Ուկրաինան էլ նույնպես դրոներով գրոհում է Մոսկվայի ուղղությամբ։ Երեք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սաբյանինը հայտարարել էր, որ Ուկրաինան մեծ թվով անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Մոսկվայի վրա։ Եվ ահա այս ամենի ֆոնին մենք տեղեկանում ենք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ավելի ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պենտագոնը Պիթ Հեքսեթի հայտարարությամբ Սենատում միջալից այդ հայտարարությունը Պիթ Հեքսեթը արել է իրենց պատերազմների նախարարը, որ Ուկրաինային ուղարկելու զինվորականներ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի սովորեն, թե ինչպես են ուկրաինացիները օգտագործում իրենց դրոնները, այսինքն դրոնային այդ նոր պատերազմին, լայնածավալ դրոնային պատերազմին փորձելու են սովորել նաև ամերիկացիները, քանի որ այդպիսի մեծ լայնածավալ դրոնային պատերազմ աշխարհում ոչ մի տեղ տեղի չի ունենում եւ այդ փորձը չափազանց կարեւոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ինչ կա Դոնալդ Թրամփի այցից Չինաստան։ Դեռ տեղեկությունները նոր են, մեկ բան փաստ է, որ շատ մեծ պատվիրակությամբ է այցելել Թրամփը Չինաստան, Nvidia ընկերության ղեկավարի հետ, BlackRock ընկերության ղեկավարի հետ, Elon Musk-ի հետ եւ ելի բազմաթիվ մեծ գործարարների հետ նա այցելել է Չինաստան, այնտեղ արդեն դիմավորել են Թրամփին, հանդիպում է տեղի ունեցել
Դոնալդ Թրամփի եւ Սի Դինպինի միջև բաց հանդիպման ժամանակ Թրամփը գովել է Սի Դինպինին, նույնիսկ կարելի ասել, որ շատ է գովել, ասել է, որ ինքը իմ լավ ընկերն է, մենք միշտ իրար հետ հեռախոսով զրուցում ենք եւ այնպիսի հարցեր ենք լուծում, որոնց որ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն պատկերացնում։ Ասել է, որ շատ մեծ հզոր առաջնորդ է, շատ է գովել, կարճ ասած, Սի Դինպինին, մեծարել Դոնալդ Թրամփը, իսկ Սի Դինպինը ի պատասխան ամենակարևոր հայտարարությունը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը չպետք է բախվեն եւ չպետք է մտնեն պատերազմի մեջ, չպետք է դառնան իրար թշնամիներ եւ այն տեսությունը անվանումը ուղղակի մոռացա, այն թեորիան, որով որ եթե մեկ գերտերության կողքին աճում է մեկ ուրիշ գերտերություն անպայման առճակատման եւ պատերազմի է դա բերելու, այդ թեորիան չպետք է աշխատի եւ Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրար հետ շատ լավ առևտուր պետք է անեն եւ իրար հետ շատ լավ պետք է համագործակցեն։ Սա էր ամենակարևոր ուղերձը Սի Դինպինի Թրամփին։ Տեսնենք, դեռ կարծում եմ նոր հայտարարություններ եւ զարգացումներ այստեղ եւս ունենանք նաև Իրանի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ կարող է լինեն կարևոր հայտարարություններ եւ կարող է նաև պայմանավորվածություններ լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև։ Իսկ Չինաստանը ահռելի մեծ ազդեցություն ունի Իրանի վրա։ Այս պահի դրությամբ այսքան, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։